Այս շաբաթ ապրիլի 4-ին ժամը 22:45-ին քաղաքագետ Արամ Ավետիսյանը շարունակելու է բացահայտել եւ հանրությանը ներկայացնել Հայաստանի դեմ գործող ագենտներին։ Հարձակում Նիկոլ Փաշինյանի վրա անվտանգության աշխատակիցների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կանխվեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցող միջադեպը։ Հնարավոր է, որ ուղղակի անվտանգության աշխատակիցները ոչ թե մեկուսարսին, այլ տեղում գնդակահար են այդ հանձնարարությունը, որովհետև ոչ մեկ չի իմանում այդ մարդու ձեռի ինչ-որ բան կա, կտրող ծակող գործիք կա, չկա եւ ինչն է շատ կարեւոր եւ ինչին ես կցանկանամ, որպեսզի մեր հայրենակիցները ուշադրություն դարձնեն, տեսեք, վայնասումն էին դրել, չէ՞։ Երեխա է, պարզվեց 19 թե 18 տարեկան է։ Ես որ 18 տարեկան էի, ավտոմատ Կալաշնիկովը այդ AK-74-ը ձեռքս հայրենիքն էի պաշտպանում։ Այդ այդպես ոռնացողներին եմ ուզում ասեմ։ Երբ որ ես 18 տարեկան էի, ու իմ նման շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք որ Արցախում այդ քութիկների հողն էին պաշտպանում։ Իրանք երեխա չէին, Ռոբերտ Աբաջյանը երեխա չէր։ Շուտ մարդկանց զանգում խաբում են, ուղղորդում են, գնացեք սենց արեք։ Ես ուղղակի մեր ժողովրդին եմ ուզում տեղեկացնել, որ սիրելի հայրենակիցներ, դուք դառնում եք գործիք այդ մարդկանց ձեռքում, բայց այդ մարդիկ ոչ միայն իրանք այդպես կանգան երեխուն են վերցել թռե Հայաստանից, այլ իրենց Գերդաստանին վեկալ է փախել են իրենց համար Ռուսաստանում նստած քութիկություն են անում Կիրենկոյի համար, ձեզ էլ օգտագործում են։ Թաքած ունեմ, թե իր վերջի զանգը ինքը որտե է անելու, այ Բերթում հիմա վերջի զանգ կանի, որ գլուխը մտնի, որտեղ 18 տարեկանը պետք է բանակում լիներ, ոչ թե թափառեր, որ մի հատ էլ մեկի խելքին են գներ, կուտը ուտեր, մի հատ էլ բանում, քնչականումա վատացել, չգիտեմ, այդ Քոչյան Լևոնիկի բանն են, Չակորիկին եմ կհիշեք, որ գնաց են ոստիկանների բերետների վրա գրեց, քրեական գործը հարուցեցին, մեկը տենանք նայում պարկացա։ Սուզան Մարքանով Սիուշով բան էր, այս մատը նկարել էր Սիուշոն լոխի, գցել էր բան Instagram, բա Լևոնը բանը արել, մատը ճղվել է ու ուղեղի ցնցում է ստացել։ Ասենք Լևոն Քոչյանին մինիմում պիտի մանդիրովկով խփեն գլխին, որ ուղեղի ցնցում ստանա։ Թեփկերը դեսպա մեծացել է։ Դուք չեք հասկանում, արա որ դուք հնդկական կինոյի պերսոնաժեր չեք այլևս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ժամանակ Ղարաբաղցի ներկայացող անձը գնաց սադրանքի, ովքեր են այդ ամուսինները եւ ում հրամանն էին կատարում։ Թույլ կտակ նկարվել երեխոց է ձեր հետ։ Ստեղ է, թույլ կտակ։ Երեխոց կանչին։ բայց արավ։ Լավ եք, որտեղից եք դուք։ Ղարաբաղից։ Լավ։ Շատ մեծ սիրով կուզեի նկարվեիք։ Երեխուն ասեք, այնք մանուկ։ Երեխեն թողական Երեխուն կային է։ Շատ շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, գիտեք ինչ համար եմ նկարել, որպես այս երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հազդվել եւ եկեղեցին պառակտվել։ Ես ուզում եմ խոսամ ձերից։ Ես ուզում եմ խոսամ։ Можно նուգրանաճան եք դու խայտարակել եք մեր եկեղեցին։ Մի հրակից։ Մի լերե։ Նիվարգանայի գեստի։ Конечно, դու գիտեք ձեր ծախսելու։ Դավաճան։ Արցախը հանձնեցիր դու։ Մի Ասելու եմ, չեմ վախենում, գնացեք են թող։ Գրացեք են կոմ ասում եմ։ Եզրաս ես գիտեմ, եզրասը վերջը այնց հանելու, որ ոտը որից պոկ եմ ես իրա,
Բայց այդ քութիկներին եմ ուզում անդրադառնամ, գիտեմ ով է կազմակերպել, ինֆորմացիան ստացել ենք, մանրամասն գիտենք, բայց այդտեղ խնդիրը Երզասի կամ այդ թրած քութիկների մեջ չի Արտուր, որ իրանք իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում դավաճաններին, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ուղղակի ես մեծ ափսոսանք եմ ապրում, որ այդ երեխան նման ծնողներ ունի, որովհետև դուք այ լրփի տղեկ, դուք այն աստիճանի կեղտ պիղծ եք, քոչանի շուն եք, որ ձեր դպրոցական այն մանկապարտեզի երեխուն բերե խառնում եք քաղաքականություն, օգտագործում եք նման կեղտոտ ձևով։ Այ ես այս մարդկանց ինչ ասեմ Արտուր, ու իրանք մեր Արցախը, այ Արցախում այ վիժվածքներ, այ տենց եք ապրե դուք։ Խարխի երեխեքի գլուխն եք կերե, հրապարակեցինք չէ փաստերը, Բելայի քեոջ բջերի հետ կապված, ինչ դեպքեր ա եղել։ Բանկից եկածին ոնց են սպանել, հետո պարզվում է մարդ չի դատվի այդ գործով։ Այսինքն Արտուր, երբ որ ասում են ոնց Արցախը կորցրեցին, ով հանձնեց, լրփի տղեկ դուք եք Արցախը հանձնել, Արցախը թարնելով։ Հենց նոր ես գալիս էի նկարահանմա, ինձ իմ ընկերներից մի 10 տարի չէինք հանդիպել, հանդիպեցինք ասում ասում մենք ինչ ասում ես ճիշտ ես ասում մենք Ղարաբաղ ծառայերն ենք։ Ուղղակի խղճում եմ այդ երեխայի ծնողներին, որ այդ երեխային պետքա նման վիժվածքներ դաստիարակեն։ Եթե նրանք Հայաստանում ապրեն, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մայրական եւ հայրական իրավունքներից այդ թափթփուկները զրկվեն, որովհետեւ չի կարելի երեխային խառնել քաղաքական գործընթացների մեջ։ Դա անթույլատրելի է Արտուր։ Ու սրանք բոլոր կարմիր գծերը հատում են Արտուր։ Հետո էլ զանգում են, մեր հարցին բան ասեց, մեր կնգան բան ասեց, մեղավոր են որ իրենց հարցները պուտանկային, իրենց կերանիկ պուտանկային։ Ռոբերտ Քոչյանի հետ հանդիպման ժամանակ արցախցի կինը անհամբեր սպասում է, որ իշխանությունը վերցնի Ռոբերտ Քոչյանը եւ նրան հետ տանի դեպի Արցախ։ Ինչ կարգավիճակ են ունենալու մեր բենզինի պայթունի հետևանքով մահացած, թե ասեմ, զոհված ասեմ, ընտանիքները, արդյոք իմ Մարիաննան գնալու է Արցախ, մենք այդ ոգով ենք ապրում, և ինչպես եք տեսնում Արցախ գնալու մեր ճանապարհը, հարցս, ինչու մինչ այսօր դուք նախագահ չեք, որ արցախցիները այսքան թևաթափ չլինեին, որպես արցախցի խնդրում եմ և պահանջում եմ, մեզ ղեկավար ընտրվեք մեր կողմից և մի վարչապետի, ում նախագահած տարիների միայն ունեցել ենք պարտություն, չեմ ուզում մեր զինվորները այսքան արյունը թափված լինի անիմաստ, ես ուզում եմ, որ մեր զոհվածների հոգին լինի հանգիստ, ես գնամ իմ դպրոց, շարունակեմ իմ մանկավարժական ուղին։ Շնորհակալություն։ Այսօր դա կախված է ձեզանից նաև։ Նաև ձեզանից է կախված, թե ինչ ընտրություն եք անելու։ Որտեւ դուք հարց տվեցիք, ինչու դուք չեք նախագահ։ Ես եղել եմ նախագահ 10 տարի եւ չի եղել պատերազմ, եղել է խաղաղություն, եղել է լուրջ տնտեսական աճ։ Ես համարել եմ, որ իմ պարտքս կատարել եմ, սահմանադրական ժամկետը լրացել է, երկրորդ անգամ ես ընտրվել եմ, ընտրվելուց հետո թողել եմ եւ հանգիստ խղճով գնացել եմ այլ գործերի։ Հիմա պարզվեց, որ հանգիստ խղճով չպիտի գնայի այլ գործերի։ Ես չէի կարող կանխատեսեի 2008 թվականին, թե կարող է 18 թվականին լինի այն կարգի իշխանափոխություն, որը ուղղակի այս աղետը կբերի մեր գլխին։ Ես համոզված եմ, որ Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը բանակցային գործընթացով հանգիստ կարելի էր բերել, իսկապես լավ ավարտի։ Ամեն ինչ դրան էր գնա։ Եթե չհայտնվեին մի քաղաքական միավոր, մի մարդ, որը համարեց, որ ինքը ամեն ինչի մասնագետ է։ Բոլորից լավ է հասկանում։ Ինչ ուզի կարա անի, կարա զորայական կետից սկսի, կարա ինչ որ գնա ինչ որ թուղթ ստորագրի, այս անի, այն անի, եւ ինքը համարեց, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը ինքը մենակ կարող է գնալ եւ այդ ճակատագրի հարցը լուծել։ Եթե քիչ է իրանց կոտորել Ռոբերտ Քոչյանը իրանց
երեխեքի հաշվին իր բջերին տեղավոր է։ Բայց այդ հրազդանցի կնոջը մոտ չի հարցնում, պարոն Ռոբերտ Քոչյան, այդ 250 միլիոն դոլարի գույքը Երևանում, քեզ ո՞ր դուց այ պորնիկ։ Կանգա թե եկել էի եղնիկներ Սադախ լույսերը ծվիտելով բաներ։ Կանգա ունքերը ոնց որ Բրեժնևն էր 100 անգամ ասել ենք։ Սեփական ոչինչ չունեին գլխներին։ Դրանց ինչ ասեմ արդյոք։ Թող այդպես կարում է դրանց խափիկ ուտը տա օգտագործի, թող խափիկ ուտը տա օգտագործի, ես դրանց ինչ ասեմ արդյոք։ Թող եթե ինքը ասում եմ այդ հարց տվողների մեծ մասը Արտուր, այն բանի, այն Ջոն Լենոնի բանի 70-80-ականների մոդան կհիշեք, չեն կուրտկեքը բան, կոժից բան։ Այդ նույն հագուստով իրաց կյանքում ոչ մի չի փոխվել։ Շտիրլիցի պլաշը հակը չի հարցնում, պարոն Ռոբերտ, ո՞նց եղավ որ դու Ստեփանո Լիչես հակ է նստե։ Ես իրանք բանում են ասում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պնդում է, որ ռուսական կողմը հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության վրա կատարել է 30 միլիարդ ռուբլուց ավել ներդրում, եւ Ռուսաստանը հրաժարվում է կառավարումը հանձնել այլ պետությանը։ Транспорт Российской Федерации Андрей Никитин сообщил, что Москва не ведет переговоры о передаче Казахстану концессии на управление железными дорогами Армении ни с Астаной, ни с Ереваном. Это очень важно принимать во внимание сделанное на экспертном, я имею в виду на уровне профильного ведомства, руководства профильного ведомства, вот это экспертное заявление. Я также хотела бы напомнить, что срок концессионного соглашения, которое было заключено в 2008 году, составляет 30 лет с возможностью продления еще на 10 лет. И уже долгие годы ЗАО «Южно-Кавказская железная дорога» ответственно выполняет положение этого договора, а российские инвестиции в республиканскую железнодорожную инфраструктуру составили более чем 30 միլիարդով ռուբլի։ Հարավկովկասյան երկաթուղին կնկարահանենք եւ ցույց կտանք մեր ժողովրդին, նաեւ կկողենք Մարիա Զախարովայի աշկը, որ տենա թե այդ 30 միլիարդ ռուբլին այդ ինչ են արել, այդ որտե են ներդրել։ Այդ 30 միլիարդ ռուբլին արդյոք իրանք փողոքի դուրս են գրել բյուջեից իրանց, ու այդ փողը կերել են իրանքի անցով։ Հիմա պատմեմ Մարիա Զախարովա, թե այդ հարավկովկասյան երկաթուղու տնօրեն կոչվածը այդ ինչ տենդերներ է հայտարարել իր թայֆին, այդ ինչեր է ինչ գնով առել, այդ փողը ոնց է կերել։ Դա մեկ, երկրորդը Մարիա Զախարովա շատ փոքր մարդ է, որ որոշի, որ մենք մեր երկաթգիծը ում հանձնենք, ում ծախենք, ներդրում անի կամ մենք պետականացնենք, թե ոչ։ Ինքը շատ պուջուր մարդ է։ Ուղղակի իր սիրածը հայ է, մի քիչ երևի եզրասի խելքին է անգե, այդ էլ կհրապարակենք։ Տանենք դեսպանի աչքն կկողենք ստե իրանց։ Կասենք ստե 30 միլիարդի ներդրում կա, այդ թափթփուկ, որ հենց էշեշ խոսում եք։ Փող իրանք են կերել արդյոք։ Բայց հիմա պարզա չեն ուզում զրկվեն։ Բյուջեից փող են դուրս գրում, իրանք իրար թայֆի մեջ այդ փողը ուտում են։ Ինչ վատ է որ իրանց համար։ Ջանդամ թե Հայաստանում պոեզի գծերը ինչ վիճակում է կամ այդ պոեզի վագոնները տեսել եք։ Ոնց 45 թիվը լինի։ Որտեղից Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին 3 միլիարդ 56 միլիոն դրամ եւ 11 անշարժ գույք դատախազության պահանջի հետքերով։ Չես հասկանում, այս մարդը այդ ու դե այդ մեդիաները ստացել, ինչ մարտական ուղի է անցել։ Մանումենտում կարող է արա, տաղուտ հետ զապրավքում հանեոթես կրակե կարիբեսալ է դրա համար է Սերժի քեզ մեդալ տվել։ Այ քակ։ Այս տավարի ցավին ես ասել եմ, ինչեւ որ բացահայտել են, սա պետք է դատվի արտու կոչումա զեկվի։ Դա մեկ եւ երկրորդը, այդ որ ասում վրիպել եմ, չեմ հայտարարել $1 միլիոն։ Բայց մտել աղջիկ ունես, կարող է վրիպել ես այդպես ծնվել է 30 տարեկան։ Մենք որ մտածում ես չգիտենք արա, այդ ապուրինի երեխեքիդ մասին։ Այդ էլ կբացահայտենք։ Սրանց պետք է մենք հանրության առաջ ներկայացնենք, թե սրանք ով են արտում։ Սամվել Շահրամանյանը ինքնաոչնչացման փորձեր անելու փոխարեն ազատ շրջում է Հայաստանում եւ պատասխանում է Նիկոլ Փաշինյանին։ Փախեցին, ճողոպրեցին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել, որ ինձ թվում է խոսքը վերաբերում է վերջի ժամանակահատվածում այդ մետրոյում հայտնի մետրոյում եւ դրանից հետո կառավարությունը չեպազրույցում հայտարարեց այդ մասին Նիկոլ Փաշինյանը։ Այո, փախածների հետ կապված իշխանությունների նկատի ունեն, ոչ թե ժողովրդին։ Ուրեմն
Եթե դա վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողությունների պատերազմին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։ Ասենք Նիկոլ Փաշինյանի քերին է փախը Ղարաբաղի Շարամը Սամվել։ Փաստա չէ՞ դի Արտուր։ Եվ լախում ուղիղ եթերում գնաց վզին դրին կամ մեջը դրին։ Ինչ տվին ստորագրեց։ Եկավ, վերջում էլ հայտնվեց Երևանում։ Ասում ես լավ, արա, հələ սաղ մի կողմ, այն ընկերները ոնց գերի ինգան արա։ Այն հետիդ հաց ընկերները։ Այն ծոցիտ ընկերները սենց ասեմ։ Եկել ասես մեզ արա, ասում ես լավ դու երկի սահմանության երաշխավորն ես համարվում, այ պորնիկ, Արցախի սահմանության երաշխավորն ես, տարածքային ամբողջականության երաշխավորն ես դու։ Երբ որ նախագահի պարտականությունը ստանձնում էր, ձերը դրել էր սահմանության վրա ու Արցախաշեն չի բան էր անում, երթում էր ուտում։ Դա ո՞ս դիուշոյի արև էր երթվում արա։ Ու տեսանք ինչ եղավ Արտուր։ Շամպես են փախել, ոչ միայն փախել են Արտուր, շամպես։ Ինչ ունեին հանձնին, ինչ կար ստորագրին պետությունը լուծարին։ Ու այդ Ղարաբաղցիքին, որ ինձ մեկ-մեկ տենում եք գրմռալով անցնում եք կողովս։ Գնացեք ձեր երկի ղեկավարին ասեք, արա խի ստորագրեցիք պետությունը լուծարեցի։ Ես եմ ստորագրել լուծարել այս պետությունը։ Ես Փալասին մի հատ, ես զգուշացրի, ես Փալասին մի հատ էլ հանկարծ ես տեսածնես։ Չնայած ապագայում մենք էլ կգնանք, մենք սան հարցեր կտանք։ Եթե էսի երաբլու շուշուտ է գնում։ Այդ Ղարաբաղի այդ գեսի տրուբեկը, որ 20 տվին կրին բերին ստես, այդ էլ կնկարենք։ Տրանսֆորմատորները, այդ Շարաման Սամվել, կարող է դաշնակների գեսում է։ Եթե իրանք պետք է հերոսությունից խոսան, ես լռեմ այլևս։ Բան էլ չեմ ասի Արտուր։ Բայց որ ասեմ, ոչ որ փրշտա մարա հանրապետականներ։ Սաշիկը Իսպանիայում Ալիկանտեում իր բջերետ քաքի տակ արա։ Հերոս։ Բայց հերոսը խիել է փախել։ Քրեական հեղինակություն Արսեն Երևանսկին ներքին գործերի նախարարի եւ իրավապահների ուշադրության кенտրոնում բացառիկ մանրամասներ։ Статус в преступном мире. Гражданин Российской Федерации, инвалид первой группы. Вором в законе являетесь? Являюсь. Նայեցի այդ իր Ռուսաստանի վիդեոներ են, որ պատի տակ նկարում էր այդ ընդեի օմոնը, ոնց էին կրկրված պատասխանում։ Ստե եկել են բանը, հերիք չի ձերա վրա ապրեք արա օրենքով։ Գնացեք օրենք մի խախտեք, ապրեք, ձեզ ոչ մեկ չի ասի։ Ռոբսոնին նայեք, տեսեք։ Ոնց է եկել, գիտակցել է, որ իր երկիրը, իր պետությունը Հայաստանն է, գառի պես ապրում է Աբովյանում, հայտնի հյուրանոցում։ Որտեղ հասկացա, որ մենք ենք Հայաստանն է իրան տերերնելու։ Ըստ Վիկտոր Սողոմոնյանի հրապարակման Ռոբերտ Քոչարյանի համար հունիսի 7-ին պատրաստ է ձայն տալ պետական ապարատի 72%-ը։ Մենք բացահայտել ենք սա ով է եւ մեր բացահայտումից հետո գիտեք ցունցվանգային իրավիճակ է Վիկտորի մոտ, բայց եթե ուզում ես Սողոմոնյան Վիկտոր ավելի համոզիչ լինի, որ ժողովուրդը քեզ հավատա, խորհուրդ կտամ, որ այդ թվերը հրապարակելուց հետո Սիրուշոյի արև երթվաս կամ Բելա Քոչարյանի։ Այդ ժամանակ որ երթվաս, հնարավոր է մարդիկ հավատան, որ պետական ապարատի 70%-ը Քոչարյան։ Սողոմոնյան Վիկտորը մի բան է մոռացել։ Ռոբերտ Քոչարյանին արա, այ տղա, ընտրություններին իսկ իր տան AK-ը չեն ընտրում։ Ասեմ իմանաս, չեմ բացում փակագծեր, բայց ապագայում կբացեմ։ Պետք դու ականջիդ օղ արա, որ իր տան AK-ը իրան չեն ընտրում։ Եզրած Սրբազանը 24/7 ռեժիմով շարունակում է աղոթել Ռուսաստանի Դաշնության համար, ինչի մասին խոստովանում է ռուսական պետական հեռուստաալիքներով։ Հարց է առաջանում, իսկ երբ է նա հասցնում աղոթել Հայաստան աշխարհի եւ հայ ժողովրդի համար։ Мы всегда молились за Россию. И сегодня молимся за нашу приобретенную вторую родину. Россия многонациональная, многоконфессиональная страна.
уникальное государство. Գնահատական տվեցի այդ եզրասին, բայց խորհուրդ կտամ եզրասին, որ ապագայում Սողոմոյան Վիկտորի ու իր մարմնի համապատասխան մասի համար աղոթի, որովհետև շատ վատ բաներ է սպասվում տխուր իրանց։ Թող այդ մարմնի իրանց այդ մասերի մասին աղոթի։ Այն մարմնի այն մասի, որով որ Սողոմոյան Վիկտորը դարել է ինչ-որ նախագահի մամլուք հարտուղար, չգիտեմ ինչ։ Սրանք դա այդ մարմնի մասերով են առաջ ընկել, որտեղ մենք հիմնավորեցինք, որ Քոչարյան Ռոբերտը թե ով է։ Ինչ սեր ու հարգանք ունի ջահել տղամարդկանց նկատմամբ։ Այս եւ այլ կարևոր թեմաներով լի ծավալուն եւ բացառիկ եթերը դիտեք ապրիլի 4-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։